Չորսը ապրիլի։ Այդ օրը կոմունիզմի առաջնորդ Լենինը զրահամեքենայի վրայից ժողովրդին հրամցրեց իր ապրիլյան թեզերը։ Տարիներ անց, ապրիլի 4-ին, ծնվեց ռուս դերասանուհի Էլինա Բիստրիցկայը, ապա ապրիլի 4-ին Հունգարիան ազատագրվեց ֆաշիստական զավթիչներից։ Հետագայում ապրիլի 4-ին սպանեցին Մարտին Լյութեր Կինգին։ Այս ամենին պետք է ավելացնել ամենակարևոր փաստը։ 1938 թվականի ապրիլի 4-ին ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը եւ իր պատվավոր կոչմանը արժանացել է նույնպես ապրիլի 4-ին 51 տարի անց 1989-ին։ Քանի որ մաեստրոյի հումորը ծանոթ է շատ շատերին, մենք որոշեցինք այցելել նրան ապրիլի 1-ին եւ զրուցել կեսկատակ, կեսլուրջ։ Եվ այսպես Եվ այսպես Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, որի ծննդյան օրը, այո, անկասկած, որի ծննդյան օրը վաղն է, վաղը լրանում է մեր սիրելի մաեստրոյի, ասեմ, ինչ չէ, երբ անգամ 30 60-ամյակը մաեստրո, շնորհավորում ենք ձեզ գալիք ծննդյան օրվա կապակցությամբ եւ իհարկե լավ է, որ դուք ծնվել եք հենց ապրիլ ամսին, քանի որ ապրիլ ամիսը կատակասերների ամիս է, հենց առաջին օրվանից սկսած եւ Բանն այն է, որ ապրիլ ամսվա իմ ծննդյան օրն էլ, որ նույնպես ունի իր որոշակի պատմական տեղն ու նշանակությունը համաշխարհային մարդկության պատմության էջերից մեկը հանդիսանալով։ Մայստրո, եկեք սկսենք սկզբից։ Այ Երևանում ծնվեց փոքրիկ երեխա։ Նրան անվանեցին Մարտին, ում ընտանիքում։ Երաժիշտի շեփորահար եւ դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի ընտանիքում, մայրս այդ ժամանակ ուսանող էր համալսարանում եւ բիոլոգիայի գծով էր զբաղվում։ Հետագայում նա եղավ նույնպես ինչպես է հիմա կոչվում տեխնացու գիտությունների տեխնացու բիոլոգիական գիտությունների տեխնացու։ Այնուհետև եղան տխուր էջեր, երբ հայրս ես 6 տարեկան էի, որ ավտոհոթարի հետևանքով զոհվեց։ Իմ լուսահոգի տատիկն էր, որ ինձ եւ իմ հորաքրոջս դստեր, որի մայրը նույնպես միասին այդ վթարի հետ զոհվեցին, նա կարողացավ մեզ պահպանել ինչ-որ ձևով, որից հետո երբ մայրս տեղափոխվեց Մոսկվա, ամուսնացավ հոյակապ մի անձնավորության եւ երաժշտի հետ, Ավետ Գաբրիելյանի հետ, որին ես նույնպես երախտապարտ եմ շատ ու շատ նրա երաժշտականության եւ մարդկանության դասերի համար։ Այնուհետև մայրս աշխատում էր համամիութենական ակադեմիայում, իսկ հիմա նա զբաղված է շատ կարևոր մի գործով եւ իմ թորնիկին դստերս աղջկան Լուսինեին հիմա նա հովանավորում է նույնպես եւ ես կարծում եմ, որ ծորին խնամելը երևի թե կյանքի իմաստ է։ Երաժշտության մասին խոսենք, ապա սկզբից եղավ դոն, հետո եղավ ռեն, եւ այսպես շարունակ դուք շարունակությունը գիտեք, որից հետո եկան բեմոլներ, դիեզներ, դրանից հետո Իսկեն երաժշտությունն էլ ունի իր յուրովի աստվածաշունչը։ Իհարկե,
Փարին ջան, մենք բայց հիմա շատ լուրջ չենք խոսելու, չէ՞։ Իհարկե ոչ, մանավանդ որ այսօր ապրիլի 1-ն է։ Բայց իհարկե մենք լուրջ թեմաների մասին էլ կխոսենք, այսինքն լուրջ ասելով մեր հեռուստադիտողներին իհարկե շատերին կհետաքրքրի ձեր կյանքը, ձեր ստեղծագործական կենսագրությունը, ձեր ընտանիքը։ Այսպեսի մի հարց։ Քանի ժամ եւ քանի սերիա է լինելու ինձ նվիրված հաղորդումը, որ իմանամ ինչ ցույց տամ, ինչ նվագեմ, ինչ անեմ։ Մենք կարող ենք հեռուստատեսային սերիալ կազմակերպել։ Եղավ, ուրեմն այսպես ենք անում, հեռուստատեսային սերիալ 1 օրվա մեջ եւ ես հիմա սկզբից թրուցիկ նվագեմ, թե ինչ ա եղել, ինչ չի եղել։ Ես կցանկանայի այստեղ մի նվեր ցույց տալ, որն արդեն ստացել եմ։ 61-ի կապակցությամբ։ Այո։ Հետաքրքիր, Մարտին Վարդազարյան, կարելի է։ Մարտին Վարդազարյան, այս հասակում պահել սրտում մի արեգակ։ Սա իմ երգերից մի տողն է, որը Կոնստանտին Պետրոսյանը Ամերիկայում այս CD-ն արտադրեց, իհարկե սա, ինչպես ասում են, արտադրական ծավալներով չի դուրս եկել, այլ ուղղակի մի քանի հատ արեց, որից մեկը նվիրեց ինձ, մեկը նվիրեց որդուս, եւ այստեղ իր բարեմաղթանքները կա, որ Բուլիկ ջան 60-ից հետո նոր ա սկսում։ Ես այդպես էլ գիտեի, իհարկե։ Ես համամիտ եմ։ Բայց որ շնորհակալություն Կոնստանտին Պետրոսյանին, ես ունեցա իմ առաջին կոմպակտ դիսկը։ Աստվածտա որ վերջինը չլինի եւ ունենաք շատ կոմպակտ դիսկեր։ Ես կուզեի որպեսզի մենք մի փոքր հետ վերադառնայինք եւ խոսեինք մեծ վարպետի մասին, ձեր հոր մասին, Ցոլակ Վարդազարյանի։ Ես շատ ցավում եմ, որ 36 թվականին փաստորեն ստեղծվեց, հիմնադրվեց հայկական ջազը։ Դա Մոսկվա կինոթատրոնի նվագախումբն էր։ Իսկ հետո 2 տարի անց իր օգնությամբ ստեղծվեց Արտեմի Այվազյանի ջազ նվագախումբը, այնպես չէ։ Բայց ցավոք սրտի չի նշվել։ Հիմա այս տարի ես կարծում եմ, որ պետք է նշել այնուամենայնիվ այդ Հոբելյանը։ Ինձ թվում է, որ դա կարելի է նշել կապելով նվագախմբի ծննդյան հետ։ Իդեպ Կոնստանտին Օրվելյանն էլ այստեղ է, երևի նրա հետ էլ հարկավոր է այդ հարցով խորհրդակցել։ Գուցե ինչ որ մի բան արժանի է եւ ոչ միայն արժանի, այլև անհրաժեշտ է ինչ որ մի ձևով նշել։ Վերջին հաշվով առաջին նվագախումբն էր Անդրկովկասում եւ իր որակով, իր տեսակով, իր երկացանկով նա գնահատվում էր շատ բարձր ողջ տարածքով խորհրդային միության։ Այնուհետև երբ դպրոցը ես հաճախեցի, դպրոցում Այբն ու Բենը այդ մասին ես ասել եմ արդեն եւ առաջին անգամ չի եւ դեռ շատ անգամներ ամեն անգամ պետք է հիշեմ, որտեվ ծնող եւ ուսուցիչ դրանք նույն հասկացությունն են, նրանք նույնպես ձևավորում են մարդուն, ձևավորում են անհատականությանը, ձևավորում են ազգային պատկանելություն ունեցող մարդուն, ինչը շատ կարեւոր է, որքան էլ մենք ձգտենք, որ համամարտկային եւ այլ, բայց ազգային առանձնահատկությունը ամեն մեկի շատ կարեւոր է պահպանել, որովհետեւ այլևս ուրիշը չկա այդպեսին, ինչպես հայն է, այլևս ուրիշը չկա այդպեսին, ինչպես ասենք հույնն է, այլևս չկա այնպեսին, ինչպեսին ասենք անգլիացին է, եւ եթե նրանք իրենց առանձնահատկությունը կորցնեն, այս ծաղկեփունջը կկորցնի իր բուրմունքի մի շատ կարեւոր գործը։ Եվ դրա համար շատ կարեւոր է, որ մենք հիշենք նաեւ մեր ուսուցիչներին։ Անկասկած, անկասկած։ Այբն ու Բենն ինձ սովորեցրեց Մարիանուշ Դեղտրիկյանը, Դոն Եվրեն, ինչպես ասեցի, դա Իրինա Աթայանն էր, Իրինա Արկադիևնան էր։ Հետագայում ինձ կոնսերվատորիայում դասավանդում էր Գեորգի Սարաջևը, այնուհետև Էդվարդ Միրզոյանի մոտ ես երկրորդ անգամ երբ կոնսերվատորիան ընտրվեցի որպես կոմպոզիտոր, Էդվարդ Միրզոյանի դասարանում, չնայած նրան շատ վաղուց գիտեի, շատ վաղուց համակրում էի, եւ նա մինչեւ այսօր էլ կարող եմ ասեմ, որ ինչ որ հարցերում նույնիսկ իրեն չլինելով ես որոշում եմ ինչպես կվարվեր Միրզոյանը այս դեպքում, այնպես որ նա ոչ միայն երաժշտության ուսուցիչ էր ինձ համար մեծ նշանակություն ուներ առաջին
ստեղծագործական փորձս խրախուսող Ստեփան Ջերբաշյանը։ Նա ուշադրություն դարձրեց եւ առաջարկեց ինձ աշխատել մի բան գրել, որովհետեւ լսողությամբ երբ որ դասամիջոցներին նվագում էի, նա այդ բանը նկատել էր։ Եվ առաջարկեց մի բան գրել, մի փոքրիկ բան, այդ թեման ես մինչև հիմա էլ հիշում եմ նույնիսկ։ Եվ նրան նույնպես ես շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ Էդվարդ Բաղդասարյանին, մեր փայլուն կոմպոզիտոր, երաժիշտ, անձնավորություն, ցավոք նա էլ այսօր մեզ հետ չի։ Շատ շնորհակալ եմ իմ շատ սիրված Գրիգոր Հախինյանին, Վաղարշակ Կոտրյանին, Ալեքսանդր Աճեմյանին, Արնո Բաբաջանյանին, բոլոր նրանց, ովքեր որ մեր հայ երաժշտության իրենց ամբողջ նվիրումով բարձր են պահել համայր հայ երաժշտության արժեքն ու արժանիքը։ Դուք շատ հետաքրքիր նվագախմբերի հիմնադիր եք եղել, նույնպես առաջինը, եթե չեմ սխալում, դա շատ մի յուրահատուկ նվագախումբ է եղել տաքսամոտորային պարկի բենդն է եղել, ջազային նվագախումբ է եւ շատ հետաքրքիր է այդ երևույթը, քանի որ տաքսիստները նվագել են ջազ եւ եղել է բարձր մակարդակի նվագախումբ, այնպես չէ։ Բայց այդ ժամանակ տաքսամոտորային պարկը իսկապես եղավ, բայց դա առաջինը չէր, առաջինը Երևան պրոյեկտի նվագախումբն էր։ Եվ այնտեղ Գրիգոր Իվանովիչ Հասարատյանն էր, որը հետագայում եղավ քաղաքի ժամանակ մեր եւ այլն, եւ բարիտոն սաքսոֆոն գնեց նա, իսկ դու գիտեք դա ինչ էր նշանակում, արժեր 7000 ռուբլի հիմփողով, էլի։ Այսինքն այն հետո փողով 700 ռուբլի, սա 59 թե 58 թիվներ, որից հետո եղավ պետական համալսարանի նվագախումբը։ Պետական համալսարանի հետ մենք եղանք նաև Չեխոսլովակիայում, այնտեղ մեծ ակտիվություն ուներ Միխայել Ամիրխանյանը, որը պրոֆկոմն էր, որը շատ հետևում էր նվագախմբի աշխատանքներին, եւ Չեխոսլովակիայում մի քիչ ուզում եմ գլուխ կովեմ, էլի։ Իրավունք ունեք։ Շնորհակալություն չափազանցման համար եւ բարյացկան վերաբերմունքի համար։ Այնտեղ զարմացել էին, որ այսպիսի ուսանողական նվագախումբ, որի հնչողությունը չի զիջում այնտեղ իրենց մոտ հնչող ջազային նվագախմբերի հնչողության։ Դրանից հետո եղավ տաքսամոտորային պարկը, իսկ դրանից առաջ էլ 61 թվին Կինո Մոսկվայի նվագախմբի ղեկավարն էի, եւ շատ հաճելի էր, որ պահպանելով այն ավանդույթը, որ գալիս էր Հրաչիկ Մելիք Մուրադյան կար մեր կոմպոզիտորներից, որ այնտեղ աշխատում էր, եւ նա անում էր այսպես, որ ամեն մի ֆիլմը, երբ որ դուրս էր գալիս, այդ հաջորդ օրը այդ ֆիլմի երաժշտությունը նվագում էին։ Հետո Գրիգոր Հախինյանն էր այնտեղ աշխատում, հետո Մավիսակալյանն էր աշխատում այնտեղ, ես աշխատեցի, Կոնստանտին Պետրոսյանն է աշխատել, այնպես որ նվագախմբերը կինոթատրոններում նույնպես նպաստում էին երաժիշտների ձևավորմանը եւ կոմպոզիտորների աշխատանքի հնարավորություն կար, խոսքը նյութական աշխատանքի մասին չէր, այլ գործիքավորումները չէր վճարվում այն ժամանակ, արվում էր այդ բոլորն արվում էր միայն էնտուզիազմի հիման վրա եւ անհրաժեշտությունից ելնելով արտադրական։ Ցավոք դա վերացավ։ Հետո դրանից հետո եղավ մինչև այդ 56 թվականին ես ակարդեոն էի նվագում Էդուարդ Բաղդասարյանի ղեկավարած կվինտետում, որը Օրբելյանից հետո երբ Կոնստանտին Օրբելյանը գնաց պետական նվագախումբ, ինձ հրավիրեց Էդուարդ Բաղդասարյանը, ես ակարդեոն էի նվագում։ Ռայսա Մկրտչյանն էր մեզ հետ երգում այն ժամանակ Երևան պրոյեկտ նվագախմբում, նա այն ժամանակ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանի ուսանողուհի էր։ Եվ նվագախմբում միասին նվագող երաժիշտները այսօր էլ ամեն մեկը տարբեր բնակավարում են աշխատում, տարբեր գործեր ունեն։ Այսօր էլ իրար հանդիպելիս այն մտերմությունը, որ նրանք ունեցել են համահնչեղության մեջ,
շատ օգտակար երևույթ է։ Եվ ես շատ եմ ափսոսում, որ մեծ նվագախմբեր այնքան շատ չեն, ինքան այն ժամանակ էին։ Մայստրո, մի փոքր էլ առաջ գնանք, դուք ասացիք, որ այդ տարիներին կային բազմաթիվ big band-ներ, սակայն եթե ես չեմ սխալվում, 1968 թվականին, ոչ, 66 թվականին հեռուստատեսությունում, ավելի ճիշտ այն ժամանակ երևի ռադիոյում միայն, ռադիոյին կից ստեղծվեց big band-ը։ Ռադիոյի հեռուստատեսությունը մենք կոչում էինք այն ժամանակ էստրադային անսամբլ։ Այդ ժամանակ ուրեմն կվինտետը, երբ Էդուարդ Բաղդասարյանը ինձ առաջարկեց ստանձնել ղեկավարություն եւ ստեղծել նոր խումբ, ինքը արդեն մանկավարժական աշխատանքով շատ էր ծանրաբեռնված, եւ հավաքվեց խումբ, որը կոչվում էր անսամբլ, էստրադային անսամբլ։ Հետո ամեն տարին 1-2 հաստիկ ավելացնելով Ստեփան Կարպիչի Պողոսյանին համոզելով, որ մի հոգի էլ ավելացնենք, 2 հոգի էլ ավելացնենք, հետը հասանք ինչ-որ մի աստիճանի, որը կարելի է ասել, որ big band էր, արդեն ունենք լրիվ սաքսոֆոնային կազմը, 4 շեփոր եւ 2 տրոմբոն։ 2 տրոմբոն էր հարկավոր, որ լրիվ կազմելներ, այստեղ տեղի ունեցան ինչ-որ դեպքեր, որոնց ես չեմ ուզում հիմա հիշել։ Ստեփան Կարպիչը սիրում էր ջազային երաժշտություն։ Համենայն դեպս դեմ չէր։ Համենայն դեպս դեմ չէր։ 92 թվից ես չէի համագործակցում նվագախմբի հետ եւ կարծեմ դրանից մի քանի տարի հետո Լարային խումբ օրինականացվեց։ Մի քանի տարի ես ընդհանրապես չէի գործակցում նվագախմբի հետ։ Հետո Լարային խումբը երբ որ ավելացվեց, այդ ժամանակ անվանվեց էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, իսկ 90 թվականից ես երբ դիմեցի Գերոստականի կարի Երվանդ Երզինկյանին, կարող եմ ինչ-որ բանը օգտակար լինել, ես նրան շատ շնորհակալ եմ, որ մի անգամից այդ հնարավորությունը ստեղծվեց եւ ես հիմա հաճույքով եւ սիրով գործակցում եմ նվագախմբի եւ Երզինկյանի հետ։ Բանել պատմեմ, ուրեմն սա վերաբերում է շուկայական հարաբերություններին, այսինքն շուկայում հարաբերություններին, որոնք շատ վատ են անդրադառնում մարդու բարոյական չափանիշները պահպանելու վրա, այսինքն բարոյալքում են մարդուն շուկայական հարաբերությունները, գիտեք, եւ մարդ ստիպված է լինում սուտ խոսել։ Ես ուրեմն գնացել էի շուկա, վաղուց էր, բայց այդ բանը ես չեմ մոռանում, որովհետև դա միակ դեպքն է, որ ես ճշմարտությունը չասացի։ Երբ մոտեցա կարտոֆիլ գնելու, վաճառողն ասեց. «Հա, ես ճանաչում եմ եւ մեր երաժիշտներին, մեր արվեստագետներին ես ավելի էժան եմ տալու Կարտաշկյան, այս աղինը տես ինչ արժիք, ես տալու եմ ավելի էժան» եւ բավական իջեցրած գնով ասեց։ Ես էլ ասեցի, համեստորեն շնորհակալություն հայտնելով, ասեցի, ուրեմն այսքան կիլոգրամ նա լցնում է եւ կողքին ասում է, գիտես ով է։ Ես արդեն սպասում եմ, որ հիմա իմ անունը դիտա, ասա,
Էսի մեր կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն է։ Միգուցե մորուքն է ձեզ շփոթության մեջ գցում մարդկանց։ Բայց ես այդ պահին կուլ գնալով շուկայական հարաբերությունների ուրեմն շահույթը, այսպես որ ավելի էժան գնեմ, ես չասեցի նրան ճշմարտությունը, որ ես Երվանդ Երզնկյանը չեմ, բայց մյուս կողմից էլ ուրախացա, ուրեմն նա առնվազն 2 կոմպոզիտոր ճանաչում է մեր հայ կոմպոզիտորներից, առնվազն։ Այնպես որ այսպեսի դեպք էլ ա եղել։ Անցնենք մի ուրիշ բնակավարի, մի այլ բնակավարի, որտեղ ձեր անունը նույնպես հայտնի է, դա թատրոնն է։ Ես կարծում եմ, որ Երևանում, չեմ կարող ասել Հայաստանում, գոնե Երևանում դժվար թե գտնվի մի պետական թատրոն, որտեղ դուք ներկայացման համար երաժշտություն գրած չլինեք, այնպես չէ։ Երևանում երևի թե չկար թատրոն, բացի ադրբեջանական թատրոնից եւ օպերային թատրոնից, որովհետեւ այդպես էլ օպերա չհասցրեցի գրեմ, բալետը չստացվեց, իսկ ադրբեջանական թատրոնի համար այնտեղ գրում էին ուրիշ մարդիկ իրենց ձևավորումները, իսկ իսկապես գործակցել եմ շատ հետաքրքիր ռեժիսորների հետ եւ հիմա էլ շարունակում եմ Աճեմյանի հետ արել եմ 2 ներկայացում, դա մեկը 60 տարի եւ 3 ժամներ, որտեղ եւ ձևավորում էր եւ իմ երաժշտությունը կար, դա եւ վերջին ներկայացումներն ծանր է Հիպոկրատի գլխարկը ըստ Վարդգես Պետրոսյանի, շատ հետաքրքիր ներկայացում, եւ շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը։ Գործակցել եմ Հրաշնիկիչի հետ, Կապլանյանի հետ, նույնպես շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը։ Եվ զարմանալի բան, երկուսն էլ երբ որ դերասանին ցույց էին տալիս, բեմ էին բարձրանում եւ ցույց են տալիս, թե ինչն են ուզում որ նա անի, կարծես աչքիդ մեծանում էին։ Նրանք ցածրահասակ էին։ Սա երևի թատրոնի խապկանքներից մեկն է, էլի։ Հրաշնիկիչի հետ արեցինք մի քանի ներկայացում, որոնցից երևի թե ամենահիշվողը Քաջնազարն էր։ Ինչ կարող եք հիշել այդ ներկայացումից Նազարից, որի երաժշտությունը գրել եք դուք։ Իդեպ այդ երաժշտության սկզբունքը ոչ միայն ի լրացում եւ ներդիր համարներ կարելի է ընդունել, այստեղ կային ամեն համարը կարծես ինչ որ մի փիլիսոփայական ընդհանրացման ծանրաբեռնվածություն ունեցող երգեր։ Արամայի Սահակյանի հետ էինք այդ երգերը գրել, որոնցից մեկը շատ տարածվեց, դա հանրահայտ Հույամանն է, որ բոլորը գիտեն։ Ես մոտենամ։ Նազարը աշխարհը որ սաղչել Նազարը թակավոր չի լինի, այ աման, թակավոր լինելուց լաման, բայց այնտեղ կար նախաբան, որը մտածել էր ուրեմն Հրաշնիկիչ Ղապլանյանը, դուրս էր գալիս Նազարը սովորական հագուստով, սովորական զգեստով, Խորեն Աբրամյանն էր, եւ շատ հետաքրքիր մոտեցում ստացվեց, նա երգում էր այսպես. Ես եկա որ մի քիչ խոսենք, քանի բեմը դեռ պատրաստում է, ժամանակն է որ մտածենք, թե ինչու Նազարներ ծնվում են։ Այստեղ մոռացել եմ խոսքերը, բայց այնտեղ բանն այն էր, որ ես վախկոտից վախեցեք մարդիկ, ես վախից ամեն ինչ կարող եմ։ Այդ ներկայացման մեջ կային նաև երգ, որը կոչվում էր Հանուն արդարության։ Գնանք, կոտրենք, ջարդենք, փշրենք հանուն արդարության, ուրիշների կանանց զրավենք հանուն արդարության, ուրիշների տիրեցնջի տունը քանդենք եւ այլ հանուն արդարության հերն անիծենք, հանուն արդարության, այս դրվագել կար, եւ դա պատկերացրեք որ թիվներ 74, 70, չէ, ինչ որ շատ վաղուցվա ժամանակ էր եւ ոչ այնքան 70-ականների վերջերն ոչ այնքան բարենպաստ, քանի որ խոսք գնաց Նազարի մասին, իսկ Նազարը դա նույնպես քաղաքականություն էր, այսպես ասած, ես մի հարց ընդամենը ունեմ ձեզ տալու, մի հարց։ Մինչև հարցը տալը ես ասեմ, որ քաղաքականություն հասկացությունը եւ արվեստը ես վերջին ժամանակներս սկսել եմ առանցին դիտել, անջատում եմ իրարից, կարելի լինել հայրենասեր, կարելի լինել ազգանվեր, բայց չլինել քաղաքական,
քաղաքականացված։ Դուք արդեն պատասխանեցիք իմ հարցին, իսկ իմ հարցը նա էր լինելու, այո, իմ հարցը նա էր լինելու, որ երբևիցե ցանկություն չեք ունեցել երկիր ղեկավարելու։ Տունը կարող եմ ղեկավարեմ, որ երկիր։ Լավ, անցնենք ներկայացումներին։ Ցանկություն չեմ ունեցել եւ դա էլ երևի պրոֆեսիոնալիզմ պահանջող, ինչպես հիմա ասում են, արհեստավարժություն պահանջող, դա էլ երևի պրոֆեսիոնալիզմ պահանջող բնագավառ է, որտեղ սիրողական մակարդակով եւ միայն ցանկությունով եկողները ավելի վնաս են հասցնում, քան օգուտ են տալիս։ Եվ ոչ միայն տնտեսական, ոչ միայն ֆինանսական, ոչ միայն նյութապես, այլև բարոյապես, հոգեպես, ինչը շատ խիստ իսկույն անդրադառնում է արվեստի վրա, չափանիշ իջեցնելով, խզելով սերունդների կապը եւ շատ ցավալի հետևանքներ, որոնք դեռ չեն երևում, բայց կերևան։ Կրկին անդրադառնանք ձեր ներկայացումներին, հաջորդ թատրոնը։ Իհարկե ամենամեծ քանակությամբ ներկայացումներ ես համագործակցել եմ ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ, որի շնորհիվ ներկայացումները հայ դրամատուրգների բեմադրության ներկայացումներ դալիներ Արաքսմանյան, լիներ Զորայր Խալաֆյան, Արամաշոտ Պապայանի իհարկե ինոստրաննի ժենիխ, չէ՞։ Իդեպ Արամաշոտ Պապայանի այդ պիեսի հիման վրա բեմադրություն արվեց նաև օպերետայի թատրոնում, որը նույնպես մինչև այսօր գնում է Փարիզեցի Փեսան։ Շատ շնորհալի մի անձնավորություն էր Մարատ Սիմոնյանը, որը բեմադրեց այդ, ցավոք նա էլ այսօր մեզ հետ չէ։ Պրեմիերայի օրը ինձ համար մի անակնկալ մատուցեց Մարատը։ Ուրեմն խոհարարների երկար, որի խոսքերն էլ էի ես գրել, ինչ որ էսպիսի բաներ։ Ֆրանսիացին գործ, չինացին ворդ, մենք էլ հարիսա ինչ որ սենց երկեր։ Եվ այնտեղ այդ բանի մասին իմ անունը բեմից շոշափեց Մարատը։ Գաղտնիք էին պահում, միայն պրեմիերայի ժամանակ ես լսեցի, որ երբ որ հերոսը Կարինեն աղջիկը ասում է նրան ուրեմն իսկ դու խոհարար ես, ասում է հետո ինչ որ խոհարար եմ, ասում է խոհարարների ոչ մի երգ չի նվիրված, ասում է իսկ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նվիրել է խոհարարների երգ, շատ անսպասելի էր։ Պիտի ասեմ, որ մի քանի ներկայացումներ, ինչպես նաև հեռուստաներկայացումներ, ինչպես նաև հեռուստաներկայացումներ, որտեղ Հրաչիկ Աշոյանի հետ մենք մի շատ հետաքրքիր բեմադրություն արեցինք։ Այսինքն բեմադրությունն արեց, երաժշտությունը ես գրեցի։ Դա Ռադոյ Դոմանովիչի Ստրադյան էր։ Երևի մեր հեռուստադիտողները հիշում են այդ ներկայացումը, քանի որ հաճախ է ցուցադրվում։ Ես կարծում եմ, որ հիշում եմ, որտեղ մանավանդ այնտեղ կա այսպիսի խոսքեր, մենք շատ գոհ ենք, որ մենք գող ենք։ Եթե կարելի է երաժշտությամբ։ Մենք շատ գոհ ենք, որ մենք գող ենք, չենք աշխատում, բայց փող ունենք պատիվ, ունենք հարգանք, ինչու հիմա դուք իմանաք, ձեզ գաղտնի ասենք, դուք ուրիշ բան այսօր էլ չսպասեք, երբ գողերին սիրում են ներում, ուրեմն գող են եւ վերևներում, այսպես երկար են։ Անցնենք առաջ։ Համո Բեկնազարյանի անվան հայ ֆիլմ կինոստուդիա։ Համո Բեկնազարյանի անվան հայ ֆիլմ կինոստուդիայի առաջի իմ ոտք դնելը եղել է շնորհիվ Էդվարդ Իվանովիչ Բաղդասարյանի։ Այն ժամանակ նա մի շարք ֆիլմերի համար գրեց երաժշտություն եւ փայլուն երաժշտություն գրեց։ Որից հետո իրեն առաջարկեցին գրել Էրնեստ Մարտիրոսյանի դիպլոմային աշխատանքներ դա։ Կոչվում էր Մարդ լինելը տաղանդ է, շատ հնչեղ անունով, կիսա դոկումենտալ, կիսա խաղարկային ֆիլմեր, եւ Էդվարդ Իվանովիչի ժամանակ ուրիշ ֆիլմ իրեն առաջարկեցին, կարծեմ Մսյո Ժակը եւ ուրիշներն էր, այնտեղ ինքը գործակցեր, ասեց, եթե ես քեզ խնդրեմ, առաջարկեմ, ասի սիրով եւ հաճույքով, եւ դա եղավ իմ առաջին մուտքը կինո ստուդիա, դա Էրնեստ Մարտիրոսյանի ֆիլմն էր, որ մի իրեն նայել չկա այսօր մեզ հետ։ Այս ինչքան մարդ գնաց, ինչքան մարդ չկա։ Լավ, վերանանք դրանից։ Ինձ հրավիրեց Ֆրունզե Դովլաթյանը Բարև ես եմ ֆիլմի համար երաժշտություն գրելու եւ սա եղավ ճակատագրական ինձ համար այն իմաստով, լավ իմաստով,
որ կինոն ներսից ճանաչելու հնարավորությունը Դովլաթյանի հետ գործակցելը հեշտ չէր, բայց շատ հաճելի էր։ Նրա հետ մենք արեցինք նրա հաջորդ ֆիլմերից գրեթե բոլոր ֆիլմերը, որ նկարվեցին այստեղ, բացառությամբ Երևանյան օրերի քրոնիկան։ Եվ այդ ֆիլմում էլի մի զավեշտական բան եղավ։ Ես շատ եմ հավանում այդ ֆիլմի թեման հիմնական։ Իդեպ շարունակելով բարև ես եմ այդ ֆիլմի թեման, ես ուզում եմ ձեզ մի հարց տալ, երկու հարց ավելի շուտ։ Առաջինը, ֆուտբոլ խաղալ սիրում եք։ Ճիշտն ասած, Դովլաթյանը երբ որ ինձ հրավիրեց ֆիլմի երաժշտությունը գրելու, սկզբից հարցրեց՝ ֆուտբոլ սիրում եմ, թե ոչ։ Ես ասեցի այո, եւ դրա համար էլ ինձ հրավիրեցին այդ ֆիլմում։ Գլխավոր դերը խաղալու։ Իսկ ինչպես եք վերաբերվում այդ խոսքին ռուսերեն ավելի լավ է հնչում ֆիզիկի ի լիրիկի։ Հիմա դուք լիրիկ եք այս տվյալ պահին, իսկ ֆիզիկոսներին ինչպես եք վերաբերվում։ Գիտեք, նրանք էլ մարդ են։ Եվ նրանց մեջ էլ կա, իհարկե, կան, նրանց մեջ էլ կան։ Բոլորը չէ, բայց նրանց մեջ էլ է հանդիպում։ Իսկ այդ ֆիզիկոսները գոհ են այն կերպարից, որը դուք ստեղծեցիք բարև ես եմ ֆիլմում, կերպար, որը փաստորեն կարելի է անվանել, ինչպես դուք եք ասում, գլխավոր դերն էր այդ ֆիլմում, մարդ, որը հնարել է ջրածնային ռումբը։ Ուրեմն ես պիտի ասեմ, որ երբ որ Մոսկվայում ցուցադրվում էր ֆիլմ, այսինքն պրեմիերան էր ֆիլմի, ինձ ուրեմն ներկայացրեց Դովլաթյանը, ասեց, ահա եւ մեր երիտասարդ ֆիզիկոսը, որը միևնույն ժամանակ եւ երաժշտությամբ է զբաղվում։ Չխոսեցինք ձեր ընտանիքի մասին, ձեր կնոջ մասին, ձեր որդու մասին, ցոկայի, որի մասին առանձին խոսակցություն կլինի, ձեր աղջկա մասին, թորնիկների վերջը։ Այս սկսենք ձեր կնոջից։ Ես գիտեմ, որ նա նույնպես երաժիշտ է։ Դժվար չէ երկու երաժիշտ մի տանը, չնայած երկուսը չեք, գիտեմ շատ եք, բայց տվյալ պահին երկու երաժիշտ դժվար չէ միմյանց կողքին։ Չէ, երբեմն իր խորհուրդները ինձ օգնում են, թեկուզ այն բանի համար, որ ասում եմ, լսիր կնոջդ խորհուրդը եւ գործիր հակառակը։ Ոչ, իսկապես, եթե բոլոր ընտանիքներում լիներ այն հարաբերություններ եւ այն մթնոլորտը, որ ես գտնում եմ, որ մեր ընտանիքում է, հայ ժողովուրդը երևի թե ավելի երջանիկ կլիներ, քան կարելի է նույնիսկ պատկերացնել։ Կոնֆլիկտներ հաճախ եք ունենում ձեր կնոջ հետ։ Կնոջից վախեցած եմ շատ, իսկ այդ ով չէ ձեզնից վախեցած։ Ունենում ենք եւ միշտ իրավացին ինքն է դուրս գալիս։ Խոսենք ձեր որդու մասին, ցոկայի մասին, ցոլակի մասին, որ նա կրում է իր պապիկի անունը, այսօր նվագում է մեր ֆիլհարմոնիկ նվագախմբում, ջութակահար է մասնագիտությամբ։ Կարծում եմ, որ ցոկային հիշում են ավելի շատ մեր սերունդը, ավելի շատ հիշում է, քանի որ այն ֆիլմը, որը մենք դիտում ենք երեխա ժամանակ, դպրոցական տարիքում հետո դա Ռոլան Բիկովի Ավտոմոբիլ, Սկրիպկայի, Սաբակա Կլյակսը ֆիլմներ, որտեղ նա նկարահանվեց ջութակահարի դերում, այդ տղայի իդեպ այդ կամուրջը բարև ես եմ Ռոլան Բիկով, հետագայում նա նկարահանվեց Ռոլան Բիկովի ֆիլմում, դա ազդեցություն ուներ, թե ոչ։ Ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ ոչ մի կապ չեմ ունեցել։ Եկել էին դպրոց հայտարարություն փակցնելու համար, որ հրավիրում են երեխաներ փորձնական նկարահանման բանակցությունների համար, եւ այդ ժամանակ իհարկե միջանցքում տղաս էր, որովհետեւ իրան դասարանից դուրս էին արել։ Իսկ իրեն դասարանից հաճախ էին դուրս անում, նա միջանցքում է լինում եւ ասում են տղա ջան, այս կարող ես փակցնես։ Նա փակցնում է, կարդում է, ասում է ես էլ կարող եմ գամ, ասում են այո։
Ինքն էլ է գնում, եկավ ասա, ուրեմն գնում եմ բան։ Գնաց հյուրանոց, որտեղ բիկվներ, այնտեղ առանց իմանալու, առանց ճանաչելու ով է ինչ է, բիկվը նրան ընտրեց եւ հրավիրեց Մոսկվա նկարահանվելու եւ այդ ժամանակ երբ որ ես արդեն գնացի հետ, այնտեղ Մոսկվայում էլ կային մի քանի երեխաներ, մի տասնյակ երևի, որոնց ընտրություններ կատարում, այդտեղ ես չգնացի առաջին նկարահանմանը, հետո երկրորդ նկարահանման ժամանակ փորձնական գնացի եւ ասեցի, հիշեցրեցի, բիկովը հիշեց, որ մենք համագործակցել ենք բարև ես այն ֆիլմում։ Չնայած կադրում չեք հանդիպել միմյանց հետ։ Կադրում չենք հանդիպել միմյանց հետ եւ արդեն երբ որ հաստատեցին տղայիս, նոր այդ ժամանակ ես գնացի բիկովի մոտ եւ ասացի, որ սա իմ տղան է, այսպես։ Ինչպես եք գնահատում Ցոլակ Վարդազարյանին որպես ջութակահարի, որպես երաժշտի։ Շատ գեղեցիկ հնչյուն ունի, դա անկասկած, շատ գեղեցիկ հնչյուն ունի, եւ վերջին հաշվով Մոկացյանի դպրոցն է, որը գալիս է Բոգդանյանի դպրոց որպես, Բոգդանյանին էլ գալիս է Մոսկվայի կոնսերվատորիայի դպրոց որպես, եւ այդ ամբողջը ձևավորվելով եւ կուտակվելով ինձ թվում է ինչ որ որակ տվել է, իսկ երաժշտականությունը անկասկած է։ Նույնը կարող եմ ասել դստերս մասին, որ նա ավարտեց կոնսերվատորիան կարմիր դիպլոմով եւ շատ հետաքրքիր խոստումնալից դաշնակահարուհի, բայց այժմ նա զբաղված է ավելի շատ կարևոր գործով, որովհետեւ լավ դաշնակահարուհիներ շատ կան, իսկ իմ թորնիկիս համար լավ մայրիկ երևի ինքը միակն է։ Իդեպ թորնիկների մասին Մարտին Ցոլակովիչ, ես կուզեի որպեսզի ասեք, հասցնում եք լինել լավ պապիկ թորնիկների համար, թե ժամանակ չկա։ Կարեն ջան, երբ որ իմ 70-ամյակը նշենք, այդ ժամանակ այդ հարցը իմ թորնիկներին կտաս եւ տեսնենք, թե նրանք ինչ կպատասխանեն արդեն գիտակցված, ոչ թե չգիտակցված, որովհետեւ հիմա նրանց ամեն մի խոսքը ինձ համար մի հատ օրինակ Մոսկվայից երբ որ զանգալում եմ ասում բարև պապիկ, դա ինձ առնվազն 3 ամսվա կյանք է երկարացնում։ Եվ քանի որ մեր նկարահանումը ապրիլի 1-ին էր, ես ուզում եմ որպեսզի մեր հաղորդման վերջում մի սուտ ասեք։ Մի սուտ, որ կարող է բոլորը հավատան։ Այնքան լավ ենք ապրում, այնքան լավ ենք ապրում։